Գործադիրի նիստը վարելուց հետո նախքան Ղազախստան մեկնելը վարչապետը գալիս է պատասխանելու լրագրողների հարցերին։ Նախ Սյունիքի թրիփի Թրամփի միջազգային խաղաղության ու բարգավաճման երթուղու մասին շաբաթասկզբին էին նահանգներից հյուրեր եկել։ Պարզվեց աշխատանքային խումբն ամերիկյան կողմում ղեկավարելու է պետքարտուղարի տեղակալի օգնականը, ով է նրա պաշտոնակիցը Երևանում, եւ հիմա փաստաթղթերի ստորագրումից 3 ամիս անց, որ կանգառում են նրանք, անցնող մեկ շաբաթվա ընթացքում նոր բուռն իրադարձություններ տեղի չեն ունեցել, ասում է Փաշինյանը։ Որ կա ամեն ինչ այդ շրջանակում է եւ աշխատանքային խումբ ասածը ինքը շատ նեղ աշխատանքային խմբի մասին կարող է լինել, որովհետեւ արտաքին գործերի նախարարությունում կա իր պատասխանատուն, բայց դա ավելի լայն համատեքստի հարց է, տրանսպորտային ենթակառուցվածքներ եւ այլն, եւ մեր մոտ նաեւ աշխատանքային որոշակի տրամաբանություն կա, որը փոխվարչապետի մակարդակով համակարգում կա եւ կա արտաքին գործերի նախարարի տեղակալի մակարդակով, որը ամերիկյան գործընկերների հետ աշխատում։ Ամերիկայից հյուրերը գալիս գնում են, Երևանն էլ անընդունելի է համարում, բայց թուրք ու ադրբեջանցի պաշտոնյաները շարունակում են նահանգների նախագահի անունը շրջանցել ու թրիփի ճակատին փակցնել այսպես կոչված Զանգեզուրի միջանցք ցուցանակը։ Այստեղ վարչապետն իր հայտնի թեզն է կրկնում. եթե չենք համաձայնել որևէ հարցում, ապա այդ օրակարգը լեգիտիմ չէ մեր երկրի տարածքում։ Ոչ թե նորից, այլ մի անգամ ասել եմ եւ այդ ասածը անընդհատ ուժի մեջ է։ Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող կոմունիկացիաների կամ որևէ բանի անուն կարող է որոշել Հայաստանի Հանրապետությունը։ Եվ մենք ասել ենք, որ Հայաստանի Հանրապետությունով բացի մեր ասածից ուրիշ անունով կոմունիկացիա գոյություն չունի։ Հայաստանում կա խաղաղության խաչմերուկ եւ զուգահեռաբար նաեւ Վաշինգտոնի հռչակագրի ստորագրված արդյունքում կա Trip-Route նախագիծը։ Մնացած ցանկացած այլ տերմինաբանություն վերաբերելի չէ Հայաստանի Հանրապետությանը։ Ինչ վերաբերում է Ադրբեջանում ապօրինաբար պահվող ռազմագերիների խնդրին, որոնց դատավճիռները Բաքվում այս օրերին կարում են, ապա Նիկոլ Փաշինյանը պնդում է, այդ թվում ամերիկյան գործընկերների ուշադրության կենտրոնում են պահում այս հարցը։ Գա Տրամպը այդ թվում հրապարակային խոսել է այդ հարցով զբաղվելու իր հանձնառության մասին եւ ես ներկայացրել եմ, թե մենք երկկողմ մակարդակում ինչ ենք անում այդ խնդրի հետ կապված եւ Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալին խնդրել եմ տեղեկություն տալ, թե Միացյալ Նահանգների կողմից ինչ ջանքեր են գործադրվում այդ ուղղությամբ։ Վարչապետն ամերիկյան ջանքերի փակագծերը չի բացում, ավելին չի մանրամասնում, անցում ներքաղաքական, ավելի ճիշտ ներեկեղեցական օրակարգին, ինչու Փաշինյանն այդպես էլ չի նախաձեռնում մեծ հոգևոր հավաքը վաղաշաբաթի կենտրոնական հրապարակում ամենայն հայոց Գարեգին II կաթողիկոսի հրաժարականի պահանջով։ Վարչապետն այստեղ ընդգծում է, մեր երկրում հիմա հոգևոր բարենորոգության փուլ է, ինքն էլ կիրակի օրերին գնում է պատարակների։ Ապահովորականության մթնոլորտը, որ կար, որ հաստատված էր, դա շատ մեծ արգելք էր։ Հիմա այդ արգելքը հաղթահարված է, ամենամեծ խնդիրը լուծված է։ Փաշինյանը շարունակում է պնդել, վաղարշաբաթի վերջին տեղական ընտրություններով քաղաքացիները նոր լիցք են հաղորդել, այսպես ասած, Մայրաթոր Սուրբ Էջմիածնի ազատագրման գործընթացին, իսկ մյուս գաղափարները առայժմ շարունակում են հենց այդպես գաղափար մնալ, կնիկները խփված չեն։ Էդվարդ Պողոսյան, ժամը լրատվական։